Խաղություն աստղաժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Հարգելիներս, մի հատ չենք կարում հասկանալ։ Հարց է, թե ինչ էի ուզում ասել հարց տվողը, թե հարցը չենք կարում հասկանալ։ Բա ուր մնաց, որ ասում է անբարբար հառաչանքով բարեխոս է լինում Աստծո հետ։ Ով է բարեխոս լինում Աստծո հետ։ Ինչ նկատի ունի։ Ես բնականաբար բարեխոս, այստեղ կա գրված ասում, բայց հարցը կոնկրետ չի, էլի խնդրում կոնկրետ գրեք։ Կոնկրետ գրեք, դուք սենց եք ասում, ինչի ասենց կամ ես մի բան եմ, հա, ես մի բան եմ հասկանում, որ էսի սենց է անբարբար հառաչանքով, այսպես մի կոնկրետ գրեք, որ մենք իմանանք ինչի մասին խոսանք։ Ոնց է չեն կարող հասկանալ։ Հա, էլի։ Բա անցնենք բուն հարցին։ Խնդրում եմ ուղղեք հարցը ձեր։ Անցնենք մյուս հարցին։ Օրինաց գլուխ 24-ի 1-ից 4 խոսքը։ Բաժանվելը հոգևոր իմաստով մեր մեջ է։ Ինչ է։ Կբացատրեք, շատ շնորհակալություն։ Боже служители Аркадий и Мелания։ Ռուսախոս է երևի հարցը։ Տերը օրհնի ձեզ։ Իհարկե մեր մեջ է։ Նորից անընդհատ Աստված հոգի է եւ հոգին մեր մեջ է։ Հիսուսն ասեց այն խոսքերը, որ ձեր հետ խոսեցի, հոգու կյանք է։ Այդ հոգին, խոսքերը հոգի է, որտեվ տեսեք, մենք ասում ենք հոգի, բայց չենք հասկանում ինչ բան է հոգի։ Հոգին եկավ, լույսը, հոգին այսինց եկավ, հոգին ստեղա գտնվում, երևակայորեն է այդ բառը, գիտակցական ամբողջություն չունի այս բառի։ Հիսուսը պարզ ասեց, այս խոսքերը հոգի կյանք է։ Այսինքն, նորից մանրացնենք, ոնց թե խոսքը հոգի է։ Հոգին կյանք է, չէ՞։ Հոգին է կյանք տալի մարդուն։ Հիմա եթե մարդը խոսք չունենա իր մեջ, ոնց որ Հիսուսն ասեց, այս խոսքերը հոգի ու կյանք են։ Եթե մարդ խոսք չունենա իր մեջ, կենթանու պես անելու։ Կենթանի խոսք չունի, բնազդով է ինքը։ Եթե իմաստություն մարդը չունի, ուղղել ինչ-որ պրոբլեմ ունի, կյանք չունի իր, ինքը չի գիտակցում, ապրում է, ֆիզիկապես ապրում է, բայց հոգեպես ինքը ոչ մի բան չի հասկանում, չունի։ Որտեղ խոսքն է կյանք տվողը։ Հասկանում ես, լսում ես երեխեք ինստիտուտ ընդունվե, ամուսնացել է, կամ երեխա է ունեցել, թոռես ունեցել, կամ եւ այլ, այդ խոսքերը քեզի կյանք է տալի։ Դա ֆիզիկական, ասենք, աշխարհում ընդհանուր իմաստության հոգու մասին եմ ասում, բայց Հիսուս Քրիստոսի խոսքերը, որը կյանք է, փրկող խոսքերն են, հավիտենական կյանք տանող խոսքերն են մարդու։ Դրանք է կյանքը։ Հասկանում ես, եթե մենք այսօր իմանանք, որ կակրած 3 եղբայրներով որ խոսում էինք այդ Zoom-ով, այս մասին էինք խոսում, որ եթե ես ամեն մի մարդ, արեք խոստովանենք, էլի, ճշմարտապես, եթե Աստված ասե, նույն Աստվածաշունչը, sense ոնց որ գրված է, սուրբ ըլեք, պահեք այս պատվիրանները, չէ, բոլորը որ պատվիրվում է մեզ, ու ասեր, որ կյանք չկա, երկրի վրա պետք է ապրեք, մեռնեք ու վերջանաք, վերջ, այդ կյանք չկա երկնքում։ Ինչքան մարդ հավատից դուրս կգա։ Ինչքան մարդ, քիչ մարդ կպաշտերեն, այն մարդը, որ իր բնական ծնված ժամանակվանից արդար մարդ է, կանպես մարդիկ, թեկուզ աշխարհի մեջ են ապրում, բայց բարի արդար մարդիկ են իրան։ Նրանք կմնան, որտեղ իրանք դրա մեջ են։ Բայց շատ մարդիկ, որ սիրում են աշխարհը, մեգա կյանք չկա, արեք ուտենք ու խմենք, էլի մեռնել կա եկուց։ Այսպես կապրեին, հասկանում եք։ Դրա համար հոգի է այս խոսքերը Հիսուսի, որ ասեց, ես քո մեղքերը մաքրել եմ, ես սրբել եմ, վերցել եմ ի վրա քո մեղքերը, դու հավիտյան ապրելու ես, դա կյանք է տալի։ Այդ խոսքերը որ չլինի մարդ հիասթափված անհույս կլինի։ Այս խոսքերը Աստվածաշնչյան հոգի ու կյանք են։ Ես այսքան անդրադարձա, ասենք բանի վրայով, էլի։ Հիմա տեսեք, օրինակ գլուխ 24-ից կարդում եմ 1-ից 4-ը։ Հարցի վերաբերյալ բաժանման մասին, չէ՞։ Հոգևոր իմաստով բաժանվելը ինչ է նշանակում։ Կարդում եմ. երբ որ մեկը կնիկ առնե եւ նրա այրը դառնա, կակրազեսի սրա առաջի հաղորդումը որ բանենք անեն, չէ՞, կուսության մասին, մարդու կնոջ մասին, եթե լսում եք այս հաղորդումների իմ ռեգուլյար ձևով, նորից մանրամասը չասեմ, էլի որ առաջի հաղորդումը սրա կնայեք ու կտեսնեք։ Շատ համապատասխանում է այս հարցին, sense ասած։ Եթե մեկը կնիկ առնե եւ նրա այրը դառնա, եւ եթե լինի որ նրա վրա մի անարգության բան գտնե, մարդը կնոջ վրա անարգության բան գտնե, մարդը շարունակության սերունդն է, կինը ցանկությունն է։ Եթե ես մի բան ցանկանամ ու անարգության բան գտնեմ այս ցանկության վրա,
իմ ցանկության վրա։ Դու պաշտում ես ասում, եկեղեցի ես գնում, եթե պաշտում ես, պետք է սենց անես։ Պետք է արդեն դու ցանկանում ես, որ ոնց պաշտես ասում։ Ու այդ ցանկությունը քեզ տանում անարգության, լավ կայնե կարդամ միջև վերջ ու նոր էլի, որ սա բան չլինի։ Մի անարգության բան գտնե նրա վրա եւ նա իր աչքին հաճո չլինի, այն ժամանակ նրա համար արձակման թուղթ գրե եւ նրա ձեռքը տա եւ նրան իր տանիցը արձակե։ Եվ երբ որ նա նրա տանիցը դուրս գա եւ գնա ուրիշ մարդի լինի, եթե այն մյուս այլն էլ նրան ատե, թող արձակման թուղթ գրե։ Եվ նրա ձեռքը տա եւ նա իր տանիցը արձակե։ Եվ եթե մյուս այրը մեռնե, որ նրան իր համար կին առավ, այն առաջի այրը, որ նրան արձակել է, կարող չլինի նրան դարձյալ իր համար կին առնել նրա պղծվելուց հետո, որովհետև Եհովայի առաջին պղծություն է այս բանը։ Եվ այսպես դու մեղքով չլցնես այն երկիրը, որ քո Եհովա Աստվածը քեզ կտա իբրև ժառանգություն։ Տեսեք, օրինակ 24-ի 1-ից 4-ը, եթե մեկը մի կին առնի, ու իր դուրը չգա այդ կինը, թող բաժանվի։ Իսկ բաժանվելուց անպայման արձակման թուղթ պետք է գրի։ Ինչ է նշանակում արձակման թուղթ գրելը։ Պատճառը պետք է ասես ինչի համար ես բաժանվում։ Ես այս մարդուց բաժանվում եմ, որովհետև այս մարդը սենց է։ Վատ բան է, պատճառը ասում է։ Ինչն է պատճառը։ Անպայման պատճառը ասա ու բաժանվի, Մովսեսը թույլ է տալի։ Իսկ տեսեք, Մատթեոս ավետարանի մեջ Հիսուս Քրիստոսին երբ որ հարց են տալի, ասում են, բա Մովսեսը մեզի պատվիրեց, որ Հիսուսն ասում է մարդը կնոջից չբաժանվի, մենակ բորնկության պատճառով թող բաժանվի, իսկ մնացած ոչի պատճառով թող չբաժանվի, փարիսեցիների դպիրներն ասեցին, որ բա Մովսեսը ասեց թող արձակման թուղթ գրի։ Նոր որ կարդացի օրինացի մեջ, ասեց բա Մովսեսը տենց ասեց։ Ու Հիսուսն ասում է ձեր քարասրտության համար ասեց Մովսեսը։ Բայց այդպես չպետք է լինի։ Քո ցանկությունը ասում, եթե ցանկանում արդարության բարի խոսքերը, արդարության այդ կանոնները, պատվիրանները, երբ քո ցանկությունը կատարում է, դու դրանից մի բաժանվի։ Արդարությունն է, մի երեսի տապտակում են, մյուս երեսը դեմ։ Դու այսինքն քեզ երբ որ անարգում են, դու այդ անարգանքը ընդունա, հարված է այդ անարգանքը քեզի։ Ինձի օրինակ այս խոսքերի ժամանակ այնքան են անարգում, բաներ են գրում, կոմենտարիաներ էլի, բաների տակը, սիրով եմ պատասխանում, ես ընդունում եմ իրանց անարգանքը ին վրա, այսինքն ես չէի ընդունի այն ժամանակ, երբ որ իրանց կպատասխանելը քեզ զինայի դու ես սենց, այդ ժամանակ իմ այն մյուսը չէի դարձնի արդեն իրան։ Հասկանում ես, չարին իրանց անարգանքին, ես բարիով եմ պատասխանում, բարի երես եմ դարձնում իրանց սենց ասած։ Բայց երբ որ չար բան կա, ասում են թուղթ գրի, արձակման թուղթ գրի, որ դու արձակում ես այդ ցանկությունը ես չեմ ուզում։ Ոնց թե մեր երեսիդ խփեմ, ոնց թե այնով ինձ անարգի ես ու անիծի ես օրհնեմ իրան։ Գրված Աստվածաշնչի մեջ իդի քո ցանկությունը պետք է լինի, քեզի անարգողին օրհնա։ Բայց ես արձակում եմ դրան այդ կնոջը, չեմ ուզում։ Թուղթներ արձակման տալիս եմ, իմ հպարտությունն է արձակման թուղթը։ Չեմ տա, ոնց թե ով այնի որ ինձի բան ասի։ Ես Աստծո խոսքը անարգելով արձակում եմ այդ ցանկությանը, չեմ ցանկանում էդի։ Ես ցանկանում եմ բարի, ապրեմ, փափուկ, փողերը շատ լինի, բերեն տան ինձի հարգեն, լսեն, այդ է իմ կինը, այդ է իմ ցանկությունը։ Բայց որ մեկը ինձի չարություն անի, ես չեմ արձակում եմ այդ կնոջս։ Ժողովուրդն ասին, ոնց է, Մովսեսը խի ասեց արձակեք։ Եթե Հիսուս դու ասում ես, որ մի արձակեք այդ կնոջը, որ անարգում են ձեզի, վերցրեք ձեր վրա անարգանքը։ Անիծում են ձեզի, օրհնեք դուք իրանց։ Բայց Մովսեսն ասեց, չէ, եթե դուրը չի գալի, բան արա, արձակման թուղթ գրա։ Արձակման թուղթ գրա, որտեղ ես համաձայն չեմ, այս կինը չեմ ուզում այս կնոջը։ Այս ցանկությունը ես չեմ ուզում, իմ դուրը չի գալի, այսօր շատ եկեղեցիներ կա։ Ասում եմ, հոգևոր ես, այդ ինչ ես անում, բաբդի լուր մնամ նստի գրքես, բաբդի սենց անեմ, չի ցանկանում, այդ ցանկությունը, այդ խոսքը չի ուզում ընդունի ինքը։ Արձակման թուղթ է տալի։ Որն է արձակման թուղթը։ Ես մարդ եմ, ես հովիվ եմ, հլտես ինձի անարգում է։
Այդ դրա պատճառով եկեղեցուց դուրս եմ հանել։ Այդ թուղթն է անարգանքի, ասենք այդ բանի պատճառի թուղթն է։ Մովսեսը ձեր քարասրտության համար ասեց։ Տեսեք, Մատթեոս 5-րդ գլուխ 32-ն էլ կարդամ, 31-32-ը։ Հիսուսի խոսքերը, պատասխանը այդ փարիսեցիներին ու տպիրներին։ Էլի ասվեցավ, թե ով որ իր կինը արձակե, թող արձակման թուղթ տա նրան, բայց ես ասում եմ ձեզ, թե ով որ իր կնիկն արձակե առանց պոռնկության պատճառի, նա նրան շնություն անել է տալիս, եւ ով որ մի արձակված է առնե, շնություն է անում։ Հիմա տեսեք, ի՞նչ է, տեսեք, այստեղ Հիսուսը ասեց, չի կարելի բաժանվել, չբաժանվեք, Աստված մարդու կնոջը մեկ արեց, մարդը թող չբաժանի, բայց մի պայմանով թող բաժանվի, եթե պոռնկություն է այդ կինը, տանում է պոռնկության։ Այսինքն, պոռնկության պատճառով բաժանվի։ Ինչ է նշանակում պոռնկությունը։ Մենք գիտենք, որ մարմնավոր օրինակ եմ ասում, մարդ ու կին ամուսնացել են, մի մարմին են սրանք։ Եթե կինը մարդուն իր մարմնին թողալով ուրիշ մարդու է հարեմ, ուրիշ մարդու հետ ալնեմ, սենց ասած, ինքը արդեն դա նշանակում է Աստվածաշնչի պոռնկություն, որ ուներ իրան ամուսին, բայց գնաց ուրիշ ամուսնու հետ ինքը հարաբերվեց, սենց ասած, մտքերով խառնվեց, չգիտեմ ինչ, հոգևոր իմաստով։ Այդ ժամանակ դա կոչվում է պոռնկություն։ Հիմա հոգևոր իմաստով մեր մեջ իմ կինը, իմ ցանկությունը, իմ ներսի կնոջ միջի կինը, ցանկությունը, ձեր թե տղամարդը եք, թե կինն եք, կապ չունի։ Ձեր մեջ կա կին եւ կա տղամարդ։ Եթե ձեր միջի կինը ցանկությունը տանում է քեզ պոռնկության, այսինքն Աստծուց հեռացնում է, մենք Քրիստոսի նշանացնենք։ Մենք Քրիստոսի կինն ենք, նշանացնենք, ցանկությունն ենք Քրիստոսի։ Քրիստոսը ինչ ցանկանում է, մենք իր ցանկությունն ենք, միաբանվում ենք Քրիստոսի հետ ու բարի գործեր ենք տալի, պտուղներ ենք ծնում։ Եթե այդ բարի գործը իմ ցանկությունը տանում է պոռնկության, այսինքն Աստծուց հեռացնում է, սատանայի հետ եմ ես հարեմ։ Աստված ասում է՝ մի գողացի, ես թողում եմ Աստծուն, ես կինն եմ Աստծու Քրիստոսի։ Թողում եմ Քրիստոսին, հարում եմ սատանային, այսինքն գողանում եմ։ Գողությունը սատանայինն է։ Սա եղավ պոռնկություն արդեն։ Հիսուսն ասում է՝ մի բանի համար բաժանվեք, մենակ պոռնկության համար։ Եթե Աստծու կամքն է կատարում, եթե բարի է, արա։ Եթե քեզ անիծողին դու օրհնում ես, դա բարի է, արա։ Չբաժանվեց դրա համար հանգարտ։ Մովսեսը ձեր քարասրտության համար գրեց այդ օրենքը։ Դուք մարմնավոր էիք, մարդ էիք, գրով էիք պաշտամասուն, հոգին չունեիք, սենց ասած։ Դրա համար հպարտությունը ձեր չէր թողել, որը այսօր շատ էլի մարդիկ կան, որ Մովսեսին են լսում, արձակման թուղթ են տալի։ Բայց Քրիստոսն ասում է, չէ, համբերա, տար, սիրա, ներա, մի բաժանվի քո ամուսնուց, քո կնոջից մի բաժանվի, մի բաժանա իրա։ Մենակ մի պայմանով, եթե տեսեք մի հատ օրինակ ասեմ, օրինակ 10-րդի օրինակը, գրի օրինակը, եթե տանում է քեզ պոռնկության այդ ցանկությունը, 10-րդը լավ բան է։ Լավ բան է, ես տալիս եմ 10-րդ, իմ հոգու աշխարհով Աստծուն տալիս եմ 10-րդ։ Աստված մի անգամ ասե ինձի սիրի քո դիմացինին, ես ավելացնում եմ այդ սերը։ Այդ սերս ապացուցելու համար համբերում եմ, ներում եմ իրան, այցելում եմ իրան, օգնում եմ իրան, ավելացնում եմ։ Չեմ մտքից մեջ ասում, սիրում եմ քեզի ու վերջ, այն մի մնացի պես, չեմ տանում թաղեմ հողի տակը, ասեմ, ար Տեր ջան, դու ասեցիր սիրա, ես էլ սիրեցի։ Բա ո՞նց սիրիր, ուր ավելացածները սրա։ Դու դրան ասում ես սիրում եմ, բայց չներեցիր, չհամբերեցիր, դադեցիր, բամփասեցիր, ուր է բա 10-րդը քո։ Հասկանում եք հոգևոր իմաստով, այսօր մարդիկ մարմնավոր վերցներով էս 10-րդը։ Ասում եմ պաշտը, եթե այդ մարմնավոր վերցնելը քեզ տանում է պոռնկության, բաժանվի, մենակ այդ դեպքում բաժանվի, մին դու նայ։ Եթե դու գիր ես կարդում Աստվածաշունչը, գիրն ասում է, ով որ չթողի իր հորն ու մորը, ով որ չհատի իր հորն ու մորը, կնոջը, երեխեքին, քուրերին, աղբերներին, ինձի աշակերտ չի կարալի, Հիսուսն է ասում։ Հիմա ես ցանկանամ սրա հետ ատեմ իմ հորն ու մորը։ Չէ, որովհետև դա պոռնկության է տանը։ Ես սատանային եմ հարեմ, եթե ատեմ իմ հորը, մորը, կնոջ, երեխեքին։ Սատանային եմ հարեմ ես։ Ես պոռնկություն արեցի։ Դրա համար հոգևոր իմաստով, եթե ես հոգևոր, ես դրանից բաժանվում եմ, որտեղ այդ հասկացողությունը ինձ տալու է պոռնկության, ես չեմ ընդունում դա։ Բայց ոչ չես ընդունում, Աստվածաշունչն է ասում։ Չէ՞ որ գրված է դա, Սուրբ գրքի մեջ գրված է, գրված խոսքերից կետ կամ նշանագիր չի անցնելու, ասեց Հիսուս Քրիստոսը։ Եթե կետ կամ նշանագիր չի անցնելու, ո՞նց եմ ես ասում չեմ ընդունում էսի։
որովհետև ես հոգևոր եմ, հոգով եմ ընդունում։ Ես ատում եմ իմ ներսի աշխարհում, իմ հորն ու մորը, կնոջը, երեխեքին, իմ հերը, մինչև Քրիստոսին աշակերտ ելնելը, իմ հերը սատանեն էր։ Իմ մերը հպարտությունն էր, ես հպարտությունից էի ծնված։ Իմ կինը ցանկությունը, աշխարհի ցանկությունը մեղքերն էր։ Ատում եմ դրանց։ Իմ երեխեքը իմ պտուղներն են, գործերն են, վատ բաներն են։ Ատում եմ դրանց, որ նոր լինեմ Քրիստոսի աշակերտը։ Այդ իբորնգության չի տանը։ Այդ դրանից չեմ բաժանվի, ես Աստված մեկացրել է դրանի մեջ։ Իսկ եթե ես մարմնավոր հասկանամ դրանք ու կատարեմ, դա տանում է պոռնոգության։ Հիսուսն ասաց մենակ եթե տանում է պոռնոգության մի խոսք Աստվածաշնչի միջից, դրանից բաժանվի։ Մնացած բոլոր դեպքերում մի բաժանվի։ Ես հոգևոր բացատրեցի իմ բաժանությունը։ Իսկականից որ մենք չարը բարիից զանազանենք պետքա։ Չարն բարին էլ մեր մեջ է։ Երբ որ զանազանում ենք, չարից բաժանվում ենք մենք։ Բաժանվում ենք, որովհետև իմ գողությունը, սուտը, անարգանքը, սպանությունը դա հարելա բանին, սատանային։ Դա պոռնոգություն է նշանակում, չէ՞ որ մենք նշանված ենք Քրիստոսին, ուր ենք սատանայի գործերը կատարում։ Այս բաժանության մասին է սիրելի հարց տվող, որ մարդ ու կին պետքա չբաժանվեն իրարից, որովհետև Աստված եթե միավորեր է, մարդը թող չբաժանի, Քրիստոսն ասեց։ Բայց մարդը բաժանում է, խի որտեղ մարդ է ինքը։ Ես ինձ ձեռ չի տալի։ Իշտ 10-րդ հոգևոր ես, իշտ հազա բաները գրեմ։ Եկեղեցի ես նորից եմ ասում, էլի կա, ես տեսել եմ, որ ամեն պաշտամունքը ենթադրենք տևում է 2 ժամ, 2.5 ժամ։ 2 ժամը խոսում են կամ ժամի կեսը խոսում են 10-րդի մասին, ու նորեն մնացածը Աստծո խոսքի մասին։ Ու հաջորդ պաշտամունքը նորից նույնը 2 ժամ խոսում են 10-րդի մասին, հավաքում են 10-րդը նորի փոքր մաս տրամադրում են, ասենք, Աստծո խոսքին։ Հաջորդ պաշտամունքը անընդհատ ինչքանը լմա անընդհատ 10, ուրեմն առաջի տեղն են դնում 10-րդին։ Հոգևոր իմաստով շատ ճիշտ են անում։ Առաջի տեղը պետք է լինի մեր 10-րդը։ Մի քիչ առաջ ես ասեցի 10-րդը որն է։ Երբ որ դու շատացնում ես քո շնորհքը, ավելացնում ես քո շնորհքը, անում ես առաջ քո շնորհքը։ Աստված մի հատ մնաս տվե ինձ, ես սարքում եմ 2 հատ, 5 հատ, 10 հատ, ավելացնում եմ էդի, ոնց իմ գործերով, իմ վարքով, իմ հասկացողությունով ավելացնում եմ էդի։ Ինչ են ասում, էսի լավ հավատացյալ էլի վատ։ Որտեվ ես լավ հավատացյալը 10-րդ է տալի, շատացնում է, ավելացնում է իր բարի բաները, գործերը։ Աստվածային խոսքը շատացնում է ինքը, գործի է դնում ինքը։ Սեղանավորներին է տալի, աշխատանքի գործի պրակտիկայի մեջ օգտագործում է ինքը, շատանում է իր շնորհքը։ Իր այդ 10-րդը, իր այդ եկամուտը, մեր եկամուտը Աստծո խոսքն է, արդարության գործերն են։ Շատացնում է ինքը։ Հասկանում եք, դա շատ մարդիկ, քանի որ մարմնավոր են հասկանում դրա համար սիրելի հարց տվող, նրանք պոռնկանում են էլ, այսինքն Աստծո խոսքը, արդարության խոսքը թողան, ուրիշ գործերի են, չար գործերի են եթե մարդ կա, ես չգիտեմ էլի դուք մտաբերեք ձեր մեջ, ես ընդհանուր ասեցի, սրա վերաբերյալ կարելի է շատ խորն ու երկար խոսալ։ Որն է պոռնկությունը, որն է կինը, որն է ամուսինը, ինչ է բաժանվելը։ Եգիպտոսից բաժանվեց Իսրայելը։ Քի որտեղ Եգիպտոսը իրան պոռնկության էր տանում։ Եգիպտոսը իրանց աշխատացնում չարչարումներ ու Աստծո գործեր իրանք չէին կարող կատարեն։ Եգիպտոսի պահանջներն էին կատարում։ Եգիպտոս նշանակում է մարմնի հարստարում, մարմին մարդու։ Երկրավոր գիր հասկացողություն է նշանակում։ Երկրավոր գիր հասկացողությունը անընդհատ օգտագործում է քեզ, պահում է որ դու Աստծուն չծառայես։ Բայց բաժանվեց, Եհովա Աստվածն ասեց դուրս արի, իմաստությունը Մովսեսը ջրից ծնվածը, դուրս է հանում ինձ իմ Եգիպտոսից, գալիս եմ Աստծուն ծառայելու, արդեն մարմնի հաճույքներին չեմ ծառայում։ Բաժանվեցի ես արդեն, իմ ցանկությունն էր, բաժանվեցի այդ ցանկությունից։ Սենց էլի չգիտեմ, կարելի է այդ դուրս եմ ասում, անընդհատ կարելի է ասել խոսալ, բայց իրելի հարցնող շատ ճիշտ եք դուք նշել, որ հոգևորը մեր մեջ է արդյոք էդի թե ոչ։ Այո, հոգևորը մեր մեջ է։ Աստվածաշնչից ես նորից եմ ասում, չկա մի կետ։ Եթե մեկը մի կետը կպակասացնի սրա միջից, կասի էդի Կորինթոսին էր վերաբերվում, էդի հինուխտն էր, Քրիստոսն ավիրեց, եթե կասի իր հասկացողությունը տանում է պոռնկության։
բոլորը ինչ գրված է ծննդոցից մինչև հայտություն, բոլորը սուրբ է, բոլորը պիտի կատարվի։ Հիսուսն ասում է, ես չեք ավիրելու, այլ կատարելու։ Բայց ո՞նց կատարելու, նորից եմ ասում, հոգևոր ասա, հոգևոր կատարելու։ Եթե մարմնավոր բռնենք կատարենք այնքան բաներ ա գրված մեջը, որ լրիվ տանում է բորնգության մարմնավոր հասկացողությունը։ Հենց դրա համար Պողոս առաքյալը Կորինթացիների կամ Հռոմեացիների կամ շատ տեղերում է հիշվում, որ ասում է հոգին ու մարմինը հակառակ են իրար։ Հոգին սուրբ է, ասու հոգին սուրբ է, բարի է, արդար է, իսկ մարմինը բորնգության ա տանը, հակառակ են իրար։ Սուրբն ու պիղծը հակառակ են իրար։ Մենք ճիշտ ունենք Աստվածաշնչից գիրը, բայց ես մարմնավոր չեմ հասկանում։ Մեկը մարմնավոր որ քարոզանում տելևիզորով կամ ասենք թեկուզ պաշտպանքի ժամանակ լսում եմ ես իրան, իմ մեջ հոգևոր եմ դա ընդունում վերցնեմ։ Ու դե մարմնավոր չեմ վերցնում, մարմինը հակառակ է ասում։ Մարդը չի կարա մարմնավոր ծառայի ասում, հնարավոր չի։ Համ Աստված հոգի է, համ պետք է հոգով ճշմարտությունով երկրպագենք Տիրոջը Հիսուս ասել։ Ու դա ապացուցում է մեր մեջ, մեր կյանքի մեջ ամեն մարդ ով հոգով է ճանաչում ասում, գերվում է ասում, արդեն ընդունում է իրան, արդեն սիրահարվում է ասու վրա։ Արդեն արդարությունը սիրում է ինքը։ Արդեն կույս է դառնում, ոչ մի ցանկություն չունի այս աշխարհից, մենակ ձգտում է Քրիստոսին։ Իսկ գիրը մարմինը, էս պետք է անես, այն պետք է անես, էսի չարի պիտի պատժվես, ոչ մեկ չի կարա իմ ասածներն անի, օրենքը ոչ մեկ չի կարա կատարի գրված է։ Ոչ մեկ չի կարա կատարի իմ ասածները, բայց կատարեք։ Ոնց կնի դե։ Եթե ոչ մեկ չի կարա օրենքը պահի, ոնց է տալի ասում պահի։ Ու ես էլ վերցնում եմ, որ մարմնավոր պահեմ։ Չէ, չի լինի, չի ստացվի։ Դրա համար Աստված հոգի է, մենք էլ ենք հոգիներ, սիրելի քույրս եւ եղբայրս։ Պետք է հոգիով երկրպագենք իրան։ Այսքան եմ ելանյա։ Աստված շատ օրհնի։ Մոտեցավ ավարտին մեր հաղորդումը։ Գրեք, զանգեք։ Աստված շատ օրհնի ձեզ։ Մնաք խաղաղության մեջ։ Տեր օրհնի ձեզ։ Ամեն։